Ողջույն բարեկամներ։ Այսօր նոյեմբերի 9-ը 2025 թիվ։ Լրացավ մեր ցավի, մեր ողբի 5 տարի։ Այն ոչ չի դադարում եւ չի վերջացել։ Ցավը բոլորինս է։ Իսկ բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են հայ, ովքեր համարում են, որ այնինչ պատահեց մեզ հետ, դա մեր անձնական ողբերգությունն է, անկախ նրանից մենք անձնական կորուստ ունեցել ենք այս ամեն ինչում, թե ոչ։ Դա համար ես վստահ ասում եմ, մանավանդ մեր հեռուստադիտողների, մեր դիտողների բարագայում, գիտեմ, որ մեր համար բոլորիս համար սա անձնական ողբերգություն է։ Եվ շատ կարևոր է, թե մենք այս ողբերգությունը ինչի ենք վերածելու։ Այ հիմա սա մասին մի քիչ ուզում խոսեմ, հետո անցնենք առաջ ամպերնա։ Չկա աշխարհում ավելի վտանգավոր մարդ, ավելի ուժեղ վտանգավոր թշնամիների համար եմ ասում, ավելի ուժեղ եւ էլի թշնամիների համար վտանգավոր մարդ, քան մեկը, որը ինքնուրույն առանց օտարի օգնության անցել է իրեն բաժին ընկած բոլոր ողբերգությունների, դժվարությունների միջով, առանց պատառոտելու շորերը, առանց կճելու երակները, դա շատ կարևոր է։ Ես միշտ նայել եմ դժվար ժամանակներին, դժվար իրավիճակներում մարդիկ իրենց ոնց են դրսևորում, եւ դա իմ համար եղել է ցուցիչ։ Այդ մարդը ուժեղ մարդ է, խոցելի, կոտրվող, թե պարզապես դերասան։ Միշտ դիտարկել եմ դեռ շատ փոքր ժամանակվանից։ Եթե մենք կարողանանք այս ամեն ինչի մեջով անցնենք եւ սա վերածենք այն էներգիայի, որը կտանի մեզ դեպի հաղթանակ, ուրեմն նշանակում է մենք ապրելու արժանի ժողովուրդ ենք։ Ցավը տարբեր ձև կարելի է ընդունել։ Կարելի է չնկատել, կարելի է ընդունել այնքան խորը, որ կոտրվել, կարելի է նստել ու աչքերին նայել այս ցավին, առերեսվել, հասկանալ, գնահատել, որտեղ են թերությունները եւ ինչ պետք է անել, ամենակարևորը։ Մասնագիտական բերումով երևի ես ցանկացած դժվարություն, խոչընդոտ, ցավ, ես նրան դիտարկում եմ ոչ թե որպես վերջ, այլ ընդհանրապես խոչընդոտ, որը պետք է հաղթահարվի անպայման, որովհետև համերգը կամ ներկայացումը պետք է կայանա ամեն դեպքում։ Ասել է, թե հանձնվել չկա, եւ իրոք, պարտված ազգերը վերականգնվում են, վերանում են ասպարեզից բացառապես հանձնված ազգերն ու ժողովուրդները։ Դա համար այս նույն ցավը շատ տարբեր հետևանքներ կարող է թողնի մեզ մոտ։ Ուժերներին նա ավելի կուժեղացնի, թույլերին նա կկործանի։ Ես ուզում եմ հավատամ, որ մենք բոլորս բավականին ուժեղ ենք, որ այս ցավը որպես արժանի մեզ ընդունելով, ինչ եմ ասում արժանի, որտեղ մենք ինքներս բերեցինք այս ցավը մեր դուրը եւ ոնց որ թե չենք էլ ուզում բանել դա։ Ես հավատում եմ, որ ամեն մարդ ինքն է կերտում իր ճակատագիրը։ Այլապես կարելի է այս ամեն ինչում մեղավոր ճանաչել, մեղադրել բոլորին ու դա մեզ ոչ մի բան չի տա։ Բացառապես, եթե ուզում ենք մենք այս վիճակից դուրս գանք, ուրեմն մեր մեղքը պետք է գտնենք այս ամեն ինչի մեջ։ Իսկ մեր մեղքը այստեղից մինչև տիեզերք կարող է հասնի։ Սա ինքնախարանման համար չէ։ Սա թշնամուն իր փայ պատասխանատվությունից հեռացնելու կամ մեղմացնելու համար չի։ Թշնամին պետքա ստանա իր պատիժը։ Բայց նա կստանա այն ժամանակ, երբ որ ես կտեսնեմ մեր բոլորիս անձնական թերացումները, այն ժամանակ երբ ես երկու խնդիր կլուծեմ եւ կդառնամ անխոցելի եւ իրավունք կվաստակեմ եւ հնարավորություն կունենամ պատժելու իմ թշնամիներին։ Քանի դեռ ես իմ թերացումներն ու սխալները չեմ տեսել, չեմ ընդունել։ Ես չեմ կարող ստեղծել այն վիճակը, որ ես հնարավորություն կունենամ պատժելու իմ թշնամիներին եւ չկրկնել նույն սխալները։ Ես կարծում եմ սխալների դիտարկումը շատ անձնական տիրույթի վրա պետք է լինի։ Շատ, ես չեմ կարող ունիվերսալ բան ասել, թե մենք բոլորս ինչու ենք մեղավոր։
կարելի է բարերով նկարագրել, բայց կարծում եմ սա անհատական աշխատանք է։ Ես ոչ մեկի մեղքի բաժինը չեմ ուզում դնեմ քննարկեմ, ես կարող եմ ինքս իմ համար ասել։ Գուցե նրանում այն մեղքը, որ ես ժամանակին ավելի ակտիվ չէի, գուցե նրանից է, որ ես լսում էի 44 օր ինչ լապշա են կախում, ինչ սուտ են մատակարարում մեզ բոլորիս եւ լռում էի։ Գուցե միջև այդ այնքան աշխատանք չեմ տարել, որ կարողանայի կանխել այս պատերազմը։ Գուցե, բայց հաստատ ես իմ մեղք ունեցել եմ այս ամեն ինչի մեջ։ Գուցե բավականաչափ հեռատես չեմ եղել, որպեսզի կարողանամ ավելի հիմնավոր բացատրել մարդկանց, թե ոնց ասա մեզ տանում կործանման։ Իսկ սա, որ մեզ տանում էր կործանման, արդեն պարզեց 19 թվականից։ Ինչ որ է։ Բայց հեսա դիտարկում եմ որպես ոչ թե կործանում, ոչ թե վերջ, այլ սկիզբը վերջի, բայց իրանց համար, ոչ թե մեզ համար։ Եվ այսպես, հիմա ավելի առարկայական։ Լսենք սա։ Այսօր ասում են կարող են կանխել պատերազմը։ Կարող են կանխել պատերազմը, որի արդյունքում մենք ունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Սխալ համար մեկ միջև այսօր չեն կարողացել հասնել նրան, որ հենց այս տողերի վրա, հենց այս ինքնախոստովանության վրա քնչական ԱԱԾ, սրան աջակիցներ, սրա օգտին խոսացող դավաճաններ, սրա հարցը պատասխանը տան։ Բառացի հայտարարում է, որ նպատակը ոչ միայն այս վիճակն էր բերելը, այլ այս վիճակը բերելն էր այս կարգի զոհերով։ Սա իր խոսքերն է։ Գուցե սա էլ այն սխալներից մեկը, որ մենք մոռանում ենք sense բաների մասին, սա հանցագործության մասին ինքնախոստովանանք է։ Իսկ մենք մեզ թույլ ենք տալի մեկ լսելու, որ ինչպես ընկեր կամ բարեկամ կարող փորձի այս վիճվածքին արդարացնել մեր աչքերում կամ իր աչքերում։ Եվ մենք բավականաչափ հանդգնություն եւ համառություն չենք ցույց տալի, որ սա ցույց տանք, ասենք, դե դու սրա պատասխանը տուր։ Դե ազատ մարդ է, չենք նեղացնելու։ Ինչա։ Սա մեղքա թե չէ։ Սա մեղքա։ Որտեղ եթե մենք թիկունքներս չենք մաքրել, մենք ապագա չունենք։ Եթե մենք մեզ հստակ չենք դիրքավորել, պատասխան չենք պահանջի, մենք ապագա չունենք։ Լավամարդ լինելով, կեղծելով, ես մեկ մտածում եմ կեղծիքի եւ ստի այն առատությունը, որ կա հայկական հողում, դա մաքրելու համար, գիտեք, կարող է հուր ու կրակ է պետք, հրաբուխ ու երկրաշարժ ցունամի է պետք, որ դա ամեն ինչը մաքրի։ Բայց չէ որ այդ ամեն ինչը մենք ենք ցանել։ Հենց մենք ենք ցանել։ Ուրիշ ոչ մեկ։ Ու դրա արդյունքում թշնամին Վաշինգտոնում այսպիսի հաղթական պաստառներ ունի։ Տոնում է իր հաղթանակի 5-րդ տարելիցը Վաշինգտոնում։ Հաղթանակում նկատմամբ։ Ինձ չի հաղթել, ձեզ չի հաղթել։ Հաղթել է մեր ծուլությանը, հաղթել է մեր պասիվությանը գուցե։ Եվ այս օրերին այսպիսի մի ֆիլմ են հրատարակել, ասում եմ, ընդամենը մի քանի րոպե նայել։ 2025 թվականի նոյեմբերի 9-ին կլրանա ուղիղ 5 տարի չարաբաստիկ ու ողբերգական 44-օրյա պատերազմի ավարտից։ Զոհերի թիվը մոտ 4000 մարդ, իսկ վիրավորներինը 11000, որից 3000-ը ծանր վիրավորներ։ Ամբողջ այս 5 տարիների ընթացքում մենք այցելում ենք գերեզմաններ եւ մտածում, որ այդ 4000 զոհերը բնական թիվ են նման պատերազմի համար, եւ նրանք զոհվել են ադրբեջանական զորքերի հարձակման հետևանքով։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ 4000 մարդը սպանվել են ոչ միայն ադրբեջանական զորքերի, այլ նաև Արցախի գեներալների եւ պայմանագրայինների կողմից։ Այդ 4000-ից 40%-ը Ղարաբաղի հանցավոր խմբավորումների գործն է միտումնավոր կամ բացարձակ անգրագիտության պատճառով։ Գիտեք ով ասա։ Պայմանագրայինների կողմից։ Այդ 4 Նիկոլի պրոպագանդիստ, Ռոմոչկան, սա։ Վուալյա, 5-րդ տարին է, Ալիևը այսպես է տոնում, Նիկոլ այսպես։
Եվ 5-րդ տարին մեզ փորձում ապացուցի, որ ինքը չի։ Այս խոսացողը ինքը չի։ Այս խոսացողը ինքը չի։ Այսօր ասում են կարող են կանխել պատերազմը։ Կարող են կանխել պատերազմը։ Որը մենք ինքը կարող է կանխել պատերազմը, բայց հիմարը խոսալուց չի մտածում ինքը ինչ է խոսում, մանավանդ երկար է հիմարություն դուրս տալիս, ընթացքում սկսում է ճիշտ ասել, որպեսզի սա լողոզի, ասպարեզը նետել բազմավաստակ բազմասեր ռովեչկային, որն է մի տեսանյութ պատրաստի, որով մեզ համոզում է, որ մոտ 4000 նախ տականք մոտ լինում է, մոտ, ասենք կիլոգրամը, մետրը, կիլոմետրը, բայց ոչ մարդը։ Տականք, խոսում ես դու մարդու մասին, ամեն մարդ անձնավորություն է։ Ինչ է նշանակում մոտ։ Առ այսօր չի հրապարակվել նույնիսկ պատերազմում զոհվածների եւ անհետքորածների թիվը։ Մոտ։ Եվ 5 տարի անց սա փորձում է մեղք իրա վրայից բացի Արցախի գեներալների եւ քաղաքական ղեկավարությունների վրա։ Դե ես հիմա հարց եմ տալի, բա եթե 4000 մարդ իրենք են սպանել, հա, մի քիչ էլ լսենք, տեսեք ինչ սոսկալի թիվ է ասում։ 1000-ից 40%-ը Ղարաբաղի հանցավոր խմբավորումների գործն է միտումնավոր կամ բացարձակ անգրագիտության պատճառով։ Սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում զոհերի թիվը պետք է լիներ մոտ 2400-2450 մարդ, ոչ թե 4000, իսկ վիրավորների թիվը առավելագույնը 5000, ոչ թե 11000։ Բայց 44-օրյա պատերազմի ընթացքում փաստացի Հայաստանի զինվորների դեմ կռվում էին ոչ միայն ադրբեջանական զորքերը, որոնց պետք էր Ղարաբաղը, այլ նաև ղարաբաղցի հայերը, որոնց պետք էր իշխանություն Հայաստանում։ Լսեցիք։ Փաստորեն այս պատերազմի ժամանակ կռվել են բացառապես ադրբեջանցիները ու ղարաբաղցի հայերը Հայաստանի զինվորի դեմ։ Այն պարագայում, որ այս բազմասերը մոռացել է երևի, որ Հայաստանի զինվոր այդպես էլ չհասավ ընդեր։ Տեղում այն միավորներն էին, որոնք զորակոչված էին Հայաստանից։ Ընդհանրեն։ Արցախի ՊԲ-ն էր։ Հայաստանից զորք այնպես էլ չգնաց։ Փաստորեն սա ասում է 40%-ը, այսինքն 4000-ից 1600 հոգուն սպանել են ղարաբաղցիները։ Դե իմ այս հարց եմ տալ, այ բազմասեր 1600 հոգի սպանած, բայց ոնց 1600 հոգի սպանած ղարաբաղցիները այսօր ՊՆ-ում բարձր պաշտոններ ունեն։ Ապրում են Երևանում, մասնակցում են ձեր բոլոր տենդերներին ու չգիտես ինչ իրանք են շահում։ Ամբողջ Արցախի զարգացման ֆոնդը, բյուջեն թալանած Երևանում ունեցվածքներ են առնում, շենքեր, բենզալցակայաններ, հյուրանոցներ։ Բայց ոնց եղավ։ Ռոբեչկա։ Ու 5-րդ տարելիցին այս կարգի ստոր ֆիլմ կարող է նկարել եւ տարածել բացառապես այս որակի մեկը։ Այս որակի մեկի պատվերով։ Իսկ ադրբեջանցիները պարզ ասում են, եթե նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը չստորագրվեր, մենք կարող ենք բախվել չափազանց վտանգավոր խնդիրների։ Մենք դա գիտենք։ Մենք դա գիտենք, բայց այսօր Սերժ Սարգսյանը պնդում է, որ սրանք Շուշին գրավել են դեռ նոյեմբերի 5-ին։ Սրանք ասում են արդեն մենք ռեսուրս չունենք, մենք արդեն ոչ մի բան չէինք կարող անել։ Չէ, Սերժ Սարգսյանը պնդում է, որ իրանք արդեն գրավել էին նոյեմբերի 5-ին։ Սերժ Սարգսյան, ես իհարկե կանադառնամ դեռ քեզ։ Բայց քեզ երգում է ադրբեջանցին ինքը ասում է, մենք էլ ռեսուրս չունենք։ Ոչ միայն ռեսուրս չունենք պատերազմը շարունակելու, մենք նույնիսկ Շուշի չենք հասել։ Շուշի մենք մտել ենք ռուսների օգնությամբ։ Սորագրելուց հետո։ Եվ գնդակարել ենք բոլոր այն հայերին, ովքեր մնացել էին, ովքեր չեն հասել դուրս գային։ Վերսակսն, ես կհասնեմ էլ քեզ։ Վերսայ լսենք։ չի կարող գնալ,
այնքան ժամանակ մեր ծրագրում հստակ դրա մասին գրված է, որ փոխզիջման մասին խոսք չի կարող գնալ, այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը իր ռետորիկան չի փոխել։ Այսինքն, երբ որ քո հարևանը զինվում է, երբ որ քո հարևանը քնած սպային տապորով խփում է եւ ընդհանրապես իր ներքին շուկայում չի օգտագործում այն տարբերակը, որ ինքը փոխզիջման մասին կարող է խոսալ եւ ընդհանրապես Ղարաբաղի կարգավիճակը չի։ Մենք այս անասունին որ փողոցում տեսնեք, այս խոշոր եղջերավորին հարցրեք էլի։ Կարող է մեր հարևանը փոխվելա, մեր վրա խավար չկա։ Իսկ կարող է Ադրբեջաններ, այդ Ադրբեջանին տարել են, ուրիշ Ադրբեջան են բերել դրել այնտեղ, մեր վրա տեղ, մենք տեղը չենք գրել։ Ամեն ինչ հնարավոր է, չէ՞։ Բայց որ փողոցում տեսնեք, այս խոշոր եղջերավորին հարցրեք էլի։ Կարող է բանկա մենք տեղը չենք քննարկում դրա մասին խոսալը ուղղակի դեմագոգիա է, այն ինչ որ խոսվում է այստեղ Վասյուկի պատմությունն է, եթե դու վերցնում ես ՀԺԿ ՀԱԿ բանը ծրագիրը Նյու Վասյուկի պատմությունն է, մենք էսենցիալը մի րոպե վերջացնի, մի հատիր երկրորդը խոսվում է Արցախի մասին, Արցախի մասին է խոսվում, ասում է Արցախը սենց, իսկ Արցախին հարցրել է Հիմա հարց եմ ուզում տամ ռետորաբանական հարց եմ ուզում տամ, որտեղ չեմ ուզում Նարեկը պատասխանի։ Որովհետև հարցը հետևյալն է. Արդյոք Արցախին դու հարցրել ես, որ Արցախի հողերը սահմանադրությամբ ամրագրված բաժանում է։ Ձեր բոլորի թույլտվությամբ եւ ձեզ բոլորի անունից հարցնում եմ. Դու այ բզի տղա, դու արցախցիներին հարցրեցի, որ տվեցիր։ Ես ձեր բոլորի անունից ասեցի, խնդրեցի ձեր թույլտվությունը եւ ներողամտությունը, որովհետեւ ուրիշ բառ սրան չի կարող նստել վերել։ Դուք հարցրեցիք, հա, Արցախին, Արցախցին, հարցրել եք։ Հիմա մի քանի տասնյակ հազար մարդ քեզ այդ որակավորումով այդ հարցը տալիս է ու ամեն տեսնելուց քեզ այդ հարցը պետք է տա։ Եթե մարդ կա, այս տականքին տեսնում այս հարցը չի տալիս ու այս բառերով այ անառակի ծնունդ դուք հարցրեցիք Արցախում, որ իրան սահմանադրորեն օրինական պատկանող Արցախը նվիրեցիք։ Թե ես էլ դու չես, թե համ Ադրբեջանն են փոխել, համ քեզ են փոխել։ Սրանց աջակցողները ինչ են։ Սրանց տեսնող ու այս ամեն ինչս գլխին չտվողներն ինչ են։ Մեր հարցը ով է տալիս։ Ես այսօր այնքան եմ կարդացել, որ մեր հարցերը որոշվել է ուրիշ տեղ, լավ էս է լսենք փլը։ Տարիների ընթացքում միջը կնշեք, ինչի դասեր քաղել եք Հայաստանի Իսկ դուք որպես ձեռքբերում այս 30 տարիների ընթացքում միջը կնշեք, ինչի դասեր քաղել եք Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ ձեռքբերումը Արցախի պատերազմը Ես նույն պորնակակույտն է։ Նույն Հայաստանին է ամենամեծ ձեռքբերումը Արցախի ձեռքբերումն է։ Բա Ազգում հաղթանակը Իսկ դուք որպես ձեռքբերում այս 30 Ցայլիկն է 19 թվականին գրում եմ ձեռք ենք բերել հակաօդային պաշտպանության ՕՍԱ համալիրներ խոշոր խմբականակ, որը տեղում մոդեռնիզացվելով մեր մյուս ձեռքբերված զինատեսակների հետ անխոսելի է դարձնում մեր օդային սահմանները։ Ես սա ուզում ցույց տամ ընդամենը 3 օրվա մեջ։ Սկզբից եւ արանքում եղավ եւս 3 օր, որ Բայրակդար խփվեց։ Այս մեկ օրն է մնացածը։ Սա բաց ա եղել օդը։ Ամեն ինչ բաց ա եղել ու հատուկա բաց ա եղել։ Առանց քարտեզ, առանց հրամանատար, առանց պաշտպանական միջոցների, երեխեքին բայրակդարների տակ լցրած Ռոմշկայի պնդելով բայրակդարներն են երևի Արցախի ղեկավարությունը հանելոտ, որ երեխեքին սպանել։ Երևի Արցախի ղեկավարություններն էին նաև այս զենքը առել, ոչ չօգտագործեին։ Հետո ասեին, երկու հատ սու ենք առել, բայց չեն կարող օգտագործենք, բան չունենք, հրթիռ չունենք։ Երևի էլ էին Արցախի զինվորականներն արել, բոլորք այսօր պներում նստած են, նույն ձևի։ Չէ՞ որ մենակ այդ մի քանի հոգին չէ, որ Բաքվի բանտումը։ Մենք Հայաստանի բանտում ոչ մեկ չունենք։ Հայաստանի բանտում մենք մարդ չունենք այդ գոտերով դատապարտված։ Երկու հոգի կիսատ
սխալ հրաման տալու համար։ Մի ամբողջ 44 օր համատարած դավաճանություն։ Համատարած։ Երևանում արդեն մենք երկրորդ օրը գիտեինք։ Առնվազն երկրորդ շաբաթը անգիր գիտեինք ով ինչով է զբաղված։ Թե Վիտոն ոնց է դիրքերով գնում խրամատ ասում թողեք հանձնեք Նիկոլը տվել է արդեն։ Վիտոնի չի անում այսօր։ Ինչ անում։ Կապետաններն գործ անում։ Այգի է բռնազավթում Երևանը։ Այգի ստապում է, ման ինչ պետք է անի։ Չի Վիտոն խնդիր ունի։ Կարող է Վիտոնը իր գլխույը արել։ Ինքնագլուխ։ Գամանել այսօր Ալիևը կարողանում ասի հայտարարել է, որ իրանք ուզում էին գային Բաքու թեյ խմելու, հիմա իրենք խմում են Բաքվում թեյ, իրանց խփնված տանկերով և այլ միջոցներով, որոնք ցուցադրվում են որպես պարտության և խայտառակի փաստեր, Բաքվում են։ Ալիև, մենք դեռ թեյը խմելու ենք Բաքվում, քո գերեզմանի վրա, բայց դու դա դες չես տեսնում։ Այս էլ ես քեզ ասեմ։ Բաքուն դեռ Բաքուրակերտ դառնալու է։ Վստահ քեզ նմաններն են եկե պատմության մեջ գնացել։ Ինչքան գույնի ուզում ես դրոշ շարի հետևդ։ Մեր համար միևնույնն է։ Կարևորը մենք մեր դրոշը կարողանանք վերադարձնել մեզ։ Ով ուզում է թիկունքիդ կանգնացնի։ Պարզ է, ռազմական հանցագործ Իլհամ Ալիև։ Մենք դեռ թեյ խմելու ենք քո գերեզմանի վրա։ Այս տականքին լսենք։ Փաշիլը։ Բա հատեց եկա։ Դուք եք Մեղրուն ինչի համար է ճանապարհ տալիս, պարոն Փաշիլը։ Բա հատեց եկա։ Դուք եք ասել, որ դերեք ճանապարհ տան։ 21 թիվն է։ Հենց պատերազմից հետո բրբրթում են, ժողովուրդ գնձնում է այս տականքին։ Ո՞նց է ճանապարհ տալիս։ Ո՞մ եք Պարտաստան դուք եք ասել, Նաշևան բան էլ որտեղ ո՞վ է չի լինել։ Իսկ ինքը որպես փորձված անառակի ծնունդ հենց դեմ ես տալիս, ո՞վ է դες բան ասել։ Ես դες բան չեմ ասել։ Ես չեմ ասել հորս արև։ Ասել եմ հոսավ։ Նույն ձևի հիմա խափում է մարդկանց, ո՞վ է դες բան ասել։ Դες ճանապարհը։ Ինչ ճանապարհ։ Մեղրու միջաշինելու։ Հա? Դուրեմն սա մեզ հերիքավոր։ Եղավ։ Պարոն Փաշինյան, դուք բացառում եք, որ որևիցե փուլում մեղրիով ճանապարհ միջանցք որևէ տարածք եք տրամադրելու Ալիևին։ Հիմա ասեք, բացառում եք թե չեք բացառում։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության մոտեցումը խաղաղության խաչմերուկ նախագիծն է եւ այն ինչ տեղավորվում է խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ, մենք իհարկե պատրաստ ենք իրագործել։ Ճանապարհների միջանցք են ուզում։ Ճանապարհների ապաշրջափակումից, պարոն Փաշինյան, ես հարցնում եմ, ճանապարհ տալու եք, թե տալու ենք, այո։ Ճանապարհ տալու ենք, ինչպես ենք ճանապարհ տալու իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված է ձևակերպված։ Ես էլ կողքի կանգնածներին եմ ուզում ասեմ։ Ձեզ Նիկոլը խոսք է տվել, որ ձեր գլխից մաս չի պակասելու։ Այն չեղած մազերից։ Դա խոստված կլինի։ Չէ՞։ Ինչպես գրիշին։ Հիշում եք։ Դուք եք գրիշի նման բաներ գիտեք, որ ընդհանրապես պետք չէ իմանայիք։ Խոսքեր տվել է, չէ՞ ինչպես թե խոստովեց, որ ինքը մեղրին չի տալու, երբեք ճանապարհ չի տալու։ Ինչի համար է ճանապարհ տալիս, պարոն Փաշիլը։ Բա հատեց եկա։ Դուք եք ասել, որ դերեք ճանապարհ տան, ո՞մ եք Պարտաստան դուք եք ասել, Նաշևան բան էլ որտեղ ո՞վ է։ Ո՞վ է տենց ասել։ Այդ նույն բանը ձեզ եմ մի օր ասելու։ Նույն բանը ձեզ եմ մի օր ասելու, հենց Թուրքի յաթաղանը հասավ ձեր վզին։ Դու ասել ես, Նիկոլ, բա դու չէիր ասում ամեն ինչ արա իմ համար։ Կյանքս պահի, այս ոչինչ չարժող կյանքս դու պահի, ամեն ինչ լավ է լինելու։ Ինքն ասել է, ո՞վ է ասել։ Ես եմ դες բան ասել քեզ։ Ես չեմ ասել։ Ասել եմ, այդ ժամանակ լավ կլինի։ Լավ է եղել, չէ՞։ Այդ ժամանակ լավ է եղել, չէ՞։ Վերջ։ Ես էդ էի ասում, ես էդի նկատի ունեի։ Դե հիմա շարունակեք ծառայել Նիկոլ։ Շարունակեք իր այս տականքի թիկունքը պահել, հավատալով, որ այն ինչ որ ձեզ խոստացել է, իրականացնելու է։ Ես նորից եմ ասում, եթե մենք չկարողացանք փրկենք այս երկիրը, մեր երկիրը,
ես նստելու եմ նայեմ դուք ոնց եք հերթով ուղղակի գնում են աշխարհ։ Դուք էլ պետք չեք գալու։ Դուք ավելորդ վկա եք։ Ավելորդ։ Ու ոչ միայն դուք։ Դες մի հատ ցուցակ ունի Նիկոլ արդեն գրած։ Ով առաջին հերթին պետքա հրաժեշտա։ Որտեւ այս տեսակի տականքը արդեն լիարդկատար իշխանություն ստանալուց հետո առաջին հերթին ազատվելու է նրանցից ֆիզիկապես, ովքեր օգնել են իրեն հաղթահարել այս անհնարին թվացող խնդիրները։ Որովհետև այդ իշխանության մեջ արդեն սա ոչ մեկի հետ ոչ մի բան չի կիսելու։ Բացարձակապես։ Ես այն ժամանակ ձեզ շնորհավորելու եմ։ Իսկ մինչ այդ ադրբեջանցիները սարքում են իրենց թունելները։ Երկից ձեզ խնայեմ էլի ձեզ։ Ասեն թունելն է, տեսեք ինչ թունել է սարքում։ Տեսեք 30 տարի Արցախը Հայաստանի մաս էր, 30 տարի մի հատ թունել, որ մենք այս ճանապարհը, որ մենք տեղ գյուղից հացնում էինք, ասենք Շուշի։ Համարները հələ լավ եղանակ էր, սիրուն, լավ եղանակին էլի հաճույքով գնում ենք, բայց երկար, հա, երկար։ Իսկ ձմեռը չեմ ասում, այն ինչ պրոբլեմներ, հա։ Ընդամենը մի քանի կիլոմետր էր, հա։ Ասես թունել չկսարքվեց 30 տարվա մեջ։ Բայց սա տեսա 4 տարվա մեջ ինչ թունել են սար։ Դե հիմա ինձ ասեք։ Այդ հողն ով ավելի շատ սիրում։ Մենք թե թուրքը։ Խոսքերով չի։ Գործերով է։ Հա, Սերժիկ ու Ռոբիկ։ Արա խոսացեք, ես ձեզ հասնելու եմ։ Հասնելու եմ։ Դա լսենք։ Իրա մի ձեզանի յուրաքանչյուրը վարչապետ է, որովհետև իրա մի քվեով դուք նույնքան ազդեցիկ եք, քան ցանկացած վարչապետ։ Դուք ավելին եք, քան վարչապետը, որովհետև դուք կարող եք որոշել վարչապետների, նախարարների, ազգային ժողովների եւ ընդհանրապես ամեն ինչի ճակատագիրը։ Կառավարությունը ես եմ։ Չի կարա, որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա։ Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե ոչ ես ինքս նրանց կհանեմ։ 18-ից 25 տիվ, ընդամենը 7 տարի պետք է անցնելու համար։ Դուք պատկերացրեք մի անհնարին բան եմ ասում, սա վերընտրվում է։ Դուք հələ տեսեք սա ինչ է դառնալու։ Սա ու մենք չենք առաջի վտանգը, առաջի նույնիսկ եմ ասում վտանգը ով ալնելու։ Առաջի հարվածի տակ։ Այն բոլորը ովքեր իրան կօգնեն իշխանության գալու։ Իշխանության մեխանիկան դա է։ Դա բոլորն են գնացել։ Նույնիսկ Ֆիդել Կաստրոն Չէ Գևարայի չպայես կողքը։ Ինչին էր պետք արդեն։ Ինքը արդեն բացարձակ իշխանություն ուներ։ Հիշում եք Չէ Գևարային։ Ինքն է հեղափոխության սիմվոլը։ Ֆիդել Կաստրոն բացարձակ իշխանության մեջ դες մարդիկ պետք չէ։ Ոչ մի ձև նույնիսկ մոտ անուն, որ հիշվում է, լսվում է, հեղինակ, որ ծառայել է, որ իրան բերել է տեղ։ Ես ընդհանրապես ես կարայի սովետական պատմությունից բերեի, բայց ես հիմա Ֆիդել Կաստրոն էլ հեռու չի։ Սա է իշխանության բռնակալ իշխանության մեխանիկան։ Հենց որ պատրաստ եք։ Եթե դուք իհարկե ամեն ինչ կանեք, որ ստական կդառնա, էլի։ Հիմա տեսանք, հիմա տելեսի լսենք։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ իսկապես հավատացել եք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսը կարող է հարություն առնել, լսեցիք։ քաղաքացիական պայմանագիր ուսացեցել է, շնորհակալ։ Լսեք, այդ մարդը իրեն իդենտիֆիկացնում է Հիսուս Քրիստոսի հետ։ Դա բանը շիզոֆրենիայի տեսեք սա։ Ես եմ Աստված, ես եմ ալֆան օմեգան եւ այլն։ Հիմա այս ալֆա օմեգայի քիթը պետք է ջարդվի մյուս կիրակի օրը։ Բարի լայն իմաստով։ Վարշապատում։ Հայգելի դիտողներ։ Նախ ասեմ, որ ես անընդհատ տարբեր ձևերի ստանում եմ նամակներ եւ ուղիղ եթերների ժամանակ եւ կոմենտների մեջ,
որ դուք դժվարություն ունեք այս վիդեոները տարածելու։ Մեծ հասակում կա սա։ Գիտեք ինչի։ Խանգարում է իրանց։ Ակնհայտ խանգարում է։ Հակառակ դեպքում չեն էլ նկատի։ Եթե դուք ուզում եք սրանց քիթը ջարդելի, քանի դիտող կա, այնքան տարածող պետք է լինի։ Քանի դիտող կա։ Գտեք, եթե նույնիսկ հնարավոր չի տարածելը, գտեք դա ոնց են տարածում, գրեք ինձ, ես մի բան կմտածեմ։ 20 ամեն ինչ անում են, որ խեղդեն այս ալիքը։ Չեն կարողանալու, բայց ձեր օգնությամբ, որովհետև ես չեմ կարող անել սրանից ավել են ինչ որ ես հիմա անում եմ։ Ես ունեմ երկու պլատֆորմ, երկու ռեսուրս, այս YouTube-ից բացի, ես դրանցով տարածում եմ։ Որտեղ ինչքան ան, ես չեմ կարող ասել, ինչ տարածում ունի, բայց ինչքան դիտող կա, այնքան պետք է տարածող ունի։ Սեղմեք այդ լայքի կոճակը, գրեք ինչ եք մտածում։ Եթե Փառաշապատում, Կիրակի օրը սրբության սրբոց քաղաքի մեջ հենվոցի ծախում է Հիսուսի հադության վրա, այս տականքը, նեղը, ընդեղ չպարտվեց, սա լինելու է մեծ հարված մեզ։ Ամենակարևոր թեստն է լինելու Վաղարշապատի ընտրությունը։ Ընդեղ երկու հատ հուդա կա, երկու հատ։ Մեկը հուդայի հուդան է, որը սեփական հոլն է ուրացե իշխանության համար։ Մեկն էլ մյուս հուդան է, այն պիցացալողը Մոսկվայից, այն տաքսիստը, որ բերել են հիմա էլ բանը հակառուսը։ Ռուսամերը, որ բանի համար է, կաթողիկոսի աղբոր համար են վազվզում այդ անառակի ծնունդը։ Կաթողիկոսի աղբոր համար Մոսկվայի եկեղեցու հայատում վազվզում են, որ հանկարծ ոչ մեկ այնտեղ պատերազմի ժամանակ ավելորդ բան չանի, փող չհավաքեն, կոնտրոլից դուրս չլինի ոչ մի բան։ Սա լինի կոնտրոլ։ Հիմա դարելա սրանց համար գործի։ Անառակյաբար բերկա փողը ինչի համար են տալի։ Փողը տալիս են ինքը իր գործը ունեն։ Ինչ ուզեն են անել դա։ Սրանցից ոչ մեկ, ոչ մի ձայն պետք է չստանա։ Ոչ մի զայն գեք, գնացեք, խնդրեք, ով իր բարեկամ ունի, գտեք, ոչ մեկ սրանցից ոչ մի ձայն պետք է չստանա։ Եթե Վաղարշապատում սրանց քիթը չջարդենք, ուրեմն մեզ քիթն է ջարդվելու։ Բան չի, ընտրությունը մեծ չի։ Ընտրությունը մեծ չի։ Մեկ օր ուղղակի պետք է աշխատել։ Հիմա հասնենք սրանց։ Այս սուրբ տեսնում եք, այս սուրբ մարդուն։ Մեր հարցազրույց, մեր խոսալ։ Ես այն շատ հարցեր ունեմ, բայց թող Սերգեյ Ամիրյանի հարցերն են ձեր համար կարդալու։ Արցախցի։ Սերժիկն ասում է, երրորդ պատճառն այն է, սա էլ ասում է, որ նոյեմբերի 5-ից արդեն Շուշին գրաված է եղել։ Սա Սերժիկ քոնոման մեկը Արցախից բարձր պաշտոնյա նոյեմբերի 8-ի գիշերը, նոյեմբերի 9-ին էլ ինձ համոզում են Երևան, որ արդեն Շուշին ընկել է։ Ես երկու օրներ, այսինքն հեռախոսը վերցրեցի ու զանգեցի Շուշի։ Տղեկ ո՞նց է։ Նորմալ ամեն ինչ։ Հա, թուզ կա։ Լիքը։ Մայթևը փռած։ Ձորերում փռած։ Դուք լավ եք, նորմալ ամեն ինչ։ Հա, անհանգստանալու պատճառ չկա։ Ոչ թե 5-ին, 9-ին էլ թույլ չի եղել այնտեղ։ Եվ դա ասում են նաև ադրբեջանցիները։ Արա դուք ես ինչ կարգի տակում եք։ Ինքն էլ ասում է, որ ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել է։ Լուրջ ես ասում, կարող է ձեզանից էին տեղեկացված։ Կարող է դուք եք ուղիղ տեղեկացնում։ Կարող է դուք հատուկ Արցախ եք գնացել բոլորդ։ Դու Ռոբիկը, ինչքան դավաճան կար։ Ինչերոս, Ռուբեն Վարդանյաններ էր այնտեղ։ Թվում է թե ինքն չի պետք այնտեղ անել։ Արա պատերազմ է, էլի։ Կարելի է սիրել Արցախը, բայց դու գիտես, որ գնում ես, եթե գնում ես, զենքով գնա կռվելու։ Գնաս, գիտես, որ ամեն բարկան քեզ ռմբակոծեն։ Գնաս նստես այնտեղ հյուրանոցում, նշանակում դու գարանտիա ունես, որ չեն ռմբակոծել հյուրանոցները։ Մեկ ու տենց էլ չռմբակոծվեց։ Երկրորդ,
դու միսիա ունես ընդեր իրականացնելու։ Հիմա թուրքական եւ ադրբեջանական հետախուզները լավ տեղեկացված էին, բա ինչ պետք է լիներ։ Բա Հայաստանի ԱԱԾ-ն էլ էր քո նշանակած Կռիմնաշը քո Արտուրը Վանեսյան, որ պաշտալյոն էր աշխատում Նիկոլի մոտ։ Քո KGB-ի աշխատողներ։ Դատախազոտել էր քոնը։ Այն թազա KGB մի հատ մեկի նշանակեցին, չէ՞, Նարգիշտի ինչ է։ Այն տեքստերի տղեն։ Լավ, դու գիտեք անունը ասել դրա։ Քարամյան։ Պատերազմի ժամանակ դավաճանության մեղադրանքով սրան հանի։ Մեկ էլ իմանում եք դա Արցախում է։ ԱԱԾ պետին դավաճանության մեղադրանքով հանում են Հայաստանից ու ինքը հանգիստ մտնում է բան։ Դավաճանը, հայտարարված դավաճանը մտնում է Արցախ։ Հետո գալիս է դառնում է քնչականի պետ։ Բոլորը պետք է դավաճանություն իրականացնել։ Իսկ հիմա կարծում եմ Սերգեյ Ամիրյանի արցախցի պրոֆեսիոնալ մարդ բանակում հարցատալի։ Երբ 2010 թվականի ամռանը Մուբարիզի Իբրահիմովը մտնում է Արցախի հյուսիս-արևելյան մասում տեղակայված դիրքերից մեկը եւ ատրճանակով ոչնչացնում հսկող անձնակազմը, պատկերացնում եք մի հոգի մտնում է ատրճանակով ոչնչացնում է հսկող անձնակազմը, որին էլ հաջորդում է թշնամու դիպուկահարների ակտիվ աշխատանքը։ Մենք այդ մասին չենք իմացել։ Երբ 2016-ի գարնան սկզբին, դա ապրիլյան քարոզիա պատերազմի սկզբից է, նախորդ թշնամու 4-5 հատուկ ջոկատային հնարավորություն են ունենում թափանցել, պայթեցնել Ուխտասար գյուղում տեղակայված մեր հակաօդային պաշտպանությունը, համակարգը, որտեղ հերթապահություն են իրականացնում 90-ից ավել զինվորներ ու սպաներ, այնուհետև մեկ ամսից անց հարձակվում են մեր սահմանի վրա հյուսիս-հարավային թևում գրանցել հաջողություններ, դա խոսում է բանակի մարտունակության զրո մակարդակի մասին։ Սերժիկ, այդ քո ժամանակն է։ Չեմ ասում քարոզիա պատերազմը, որ քո թշնամի Նիկոլը հննելուց հետո որոշեց չհրապարակի։ Հետաքրքիր է, չէ՞։ Այնպես ինչպես քարոզիա պատերազմի 44 օրյա պատերազմի ամբողջ նյութերը։ Նիկոլ Փաշինյանը, որը առերևույթ իրանց սրանց թշնամին, ուզում է դատի։ Քարոզիա պատերազմի բոլոր հանգամանքները չէ հրապարակում։ Ոչ հրապարակում է, ոչ դատում է, հակառակ ծածկում է։ Որ Սերժիկ Սարգսյանն ասի, դեռ նոյեմբերի 5-ին էին գրավել Շուշին, խեղճ Նիկոլ ինչ աներ։ Գնանք առաջ։ Երբ հոբ համակարգն ամիսներով չեր միացվում դիզվառելիքը խնայելու վճարելու նպատակով, Սերժիկ, քո մասին է խոսքը, որի արդյունքում 10 տոննա դիզվառելիք է գոլոշի անում, ծախում են, կամ 10-12 միլիոն դոլար է հատկացվում տեսահսկման սարքեր տեղադրելու նպատակով, բայց չի ծախսվում այդ գումարը։ Եղեք տեսասման բաների փոխարեն հատկացել են գումարները, բայց հիշում եք, չէ՞ քարոզիայի ժամանակ այդ կանսերվի բանկեքը։ Հիմա այս ամեն ինչի ժամանակով է պաշտպանության նախարարը հիշում եք։ Հիշում եք Սերյան Օհանյանին, որ հիմա ասած հանգիստ նստած է։ Աշխարհի հանցագործը նստած է հանգիստ խորհրդանում, որ Նիկոլի վիժվածքները աշխարհի քփուլները տան ինքը լսի։ Բա դա է չդատվելու գինը։ Դրա համար Փաշինյան Նիկոլն ասում է, արա ձեր նման ընդդիմություն, նվերեք դուք, նվեր։ Նվերեք, բա ինչ եք։ Այն աստիճանի նվերեք, որ ձեզ պահում է, քրական ռազմական հանցագործություններն են պահում արխիվում, որ դուք հանկարծ չդատվեք, որ ձեր գլխից մաս չպակասի, որտեղ պետք եղած ժամանակ ասեք, դե նոյեմբերի 5-ին արդեն թուրքերը գրավել էին Շուշին։ Դե մենակ հիմա կարա նոյեմբերի 9-ի փաստաթղթից հրաժարվի հայտարարությունից։ Հասկանում եք սան, որ հետո մասնակցեք, ասի, չէ, ընտրությունը լինելու է, սենց է, Նիկոլ Փաշինյան, Սերժիկ ու Ռոբիկ, ընտրեք, էսա, ինչ արել են 7 տարի։ $10 կամ 12 միլիոն դոլար հատկացում է տեսանկարման սարքեր տեղադրելու համար նպատակով, բայց չի ծախսվում այդ նշանակությամբ։
Եվ քանի որ այդպես էլ ոչ մի նշած հանցավոր գործողությունների հետևանքով պատասխանատվություն չկրես ոչ մեկ, դա նշանակում է դու բանակը վերածել էիր դալմա կամ ռիո մոլի։ Ու այսքանից հետո շարունակում է խոսալ արդարությունից, հետախուզությունից, չեմ ասում ամբողջ քարորյա պատերազմից Սերժ։ Սա էլ էսել։ Էսել Էդգարն բռնե։ Չեմ հավակնելու, չի նշանակում հայերենում գոնե, որ չեմ լինելու։ Որտեւ այնտեղ խոսք կար նաև նախագահի եւ այլնի մասին, ես ասել եմ չեմ լինելու։ Այսինքն նախագահի բարգայում ասել եք չեմ լինելու, վարչապետի բարգայում չեմ հավակնելու։ Բայց մանիպուլատիվ չի մի քիչ։ Ակնհայտ է, չէ՞ որ լայն հասարակությունը հասկացել է, որ չեմ հավակնելու, այսինքն չեմ լինելու։ Չի մանիպուլատիվ, քո ասածն է մանիպուլատիվ։ Բա ինքը ասել ես վարչապետ չեմ լինելու։ Խոստանում եմ, որ ժամանությունը փոխում եմ, ոչ թե համար որ ես վարչապետ լինեմ։ Ես չեմ լինելու։ Հիմա ասում եմ, ես չեմ ասել չեմ լինելու, ասել եմ չեմ հավակնում։ Որ ասում չեմ հավակնում, դա չի նշանակում, որ ես չեմ լինելու։ Մոտ հարց եմ տալի։ Ասա Նիկոլից ինչով է տարբերվում։ Սա Նիկոլից ինչով է տարբերվում, կամ էս մյուսը։ 44-օրյա պատերազմի հրադադարի եռակողմ փաստաթղթի ստորագրումից 5 տարի անց նոյեմբերի 9-ին 5-րդ ալիքը կհրապարակվի։ Բա սա ինչով է տարբերվում։ Սա իբր ամեն ինչով դեմ է այս ամեն։ Բայց որ հարց եմ տալի, որ դու ըլնես Ռոբիկ վարչապետ, ինչ ես անելու նոյեմբերի 9-ի հաստատության հետ։ Հիշում եք սա պատասխանը։ Մեն հիմարը կհրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից։ Բա Նիկոլից ինչի՞ եք զժգոհում։ Այ Նիկոլներ համատարած։ Նիկոլի հիմք, Նիկոլի հենարան խորհրդարանում։ Ի վերջո ձեզ երկուսին եմ հարց տալիս։ Երկու ռազմական հանցագործներից։ Նիկոլը որպես այսօր վարչապետ կա գոյություն է բացառապես ձեր շնորհիվ։ Ու սրանք 5 տարի հետո դուրս են եկել։ Խոսալու նրա մասին, ինչի մեջ իրանք մասնակից են։ Իրանք, սա մենակ Նիկոլը իմ զիբիլներ, որ ես ամեն ինչ իրականացներ։ Նիկոլը երևացող մասն է, որ սա պետք է իր վրով երևացնել, բայց բանակնել էր իրանցը, ԱԱԾ-նել էր իրանցը։ Արգիշտը Քյարամյանն ով էր, հա, որ ԱԱԾ պետ էր, հետո քնչականի պետ էր։ Ով է, Վովա Գասպարյանի Սանիկը։ Վովա Գասպարյանն ով էր։ Նիկոլի ինգերը, չէ։ Սերժիկ, դու կարող ես հիշես ով էր Վովա Գասպարյանը։ Ու հիմա այս կապիկները բառացի, այս տարիքին կապիկություն անողները բոյնի դիրքից։ Դուք դիշովկա եք, արա, դուք ինչ տղամարդ։ Դուք ուղղակի վատ դերասան եք, դուք հանցագործ եք։ Դուք ամբողջ ազգ սպանեցիք իրար այդ ձեռձեռը, ու մինչև հիմա շարունակում եք սպանել։ Ձեր մենակ այս հայտարարություններով, այս աջակցություններով, թե բանակի, թե ԱԱԾ-ի, ամեն ինչով, սա համակարգը ձերն է։ Դատախազությունից սկսած մինչև ԱԱԾ։ Նույնիսկ էսոնել է ձերը։ Սերժի անձնական գլխավոր դատախազը 4 տարի մնաց, 4 տարի մնաց։ Պատերազմներ, պատերազմից հետո բոլոր բաներներ, ցնցումները, որ ժողովուրդը դուրս էր գալի պայքարի, ով էր ջարդում դրանց։ Նույն բերետները, չէ՞։ Ով էր գործերը ջրում, հələ մի հատ էլ բաներներ, դուրս եկողներն են մեղավոր, ով էր դատում Նիկոլի, ասում, Սերժի դատախազը, որ այսօր որոշել է, որ ինքը արդեն ընդդիմադիր է։ Դուք այսպես կապիկ եք երեքդ։ Կատարյան։ Ինչ ասեմ։ Դες էլ ասելիք չկա։ Պատերազմից 5 տարի անց բանակաշինության համար ինքը բանա գտե։ Շուն են արտադրում արդեն։ Շուն։ Ուղղակի մեկը պետք է պարզել այդ շան ռոբոտի կառավարման վահանակը ում մոտ է։ Եվ ինչ անելու այդ շունը։ Շատ կարևոր է։ Որովհետև մենք պատերազմի ժամանակ հոպել ունեինք, պարզվեց պուլտը Մոսկվայում է։
Որտեվ ինքնաթիռներ ունեինք, պարզվեց ինքնաթիռը կա, հրթիռները չկա։ Հա, պարզվեց զենք ու զինամթերքեր ունեինք, բայց հայկական զորքը չմտավ Արցախ։ Ամեն ինչ ունեինք։ Պարզվեց, մեզ ամեն ինչ էլ ուղարկել են, որ երեխաները չզոհվեին զորաբաշխոններ եւ կասկայի բացակայությունից։ Պարզվեց դա էլ կար, ուղղակի պայեսներում էր։ Ամեն ինչ կար։ Պարզվեց զենք առաջարկող էլ կար։ Հետո պարզվեց, որ առաջարկողը կար, չեն ընդունել։ Հիմա ուղղակի հարց է մնում, այս շունը, որ ես ցույց եք տալի, սա ում է ծառայելու եւ ինչի համար է։ Եվ սա իհարկե ոնց է փրկելու, ասենք այն հրթիռներից, այն համանավ գաուբեսներից, որ այսօր Ադրբեջանն է առնում։ Բայց քանի որ Հայաստանում կա մի հատ շերտ, որը դժվար է ասել այն շերտ, ինչ որ մի հատ sense դրանց անուններ չկա, որ ասես։ Կիրթ Բաղապաշարի մեջ դրանց անուն չկա տանը։ Եվ դրանց համար դա ազդեցիկ է։ Այ, շուն կա արդեն։ Ունես տակնքիններ։ Ուզում եք տեսնել ինչպես է զինել բանակը Նիկոլ Փաշինյանը։ Մնասան է, գնացել է ճաշարան։ Ու տեսեք ովքեր են կողքերը։ Ոչ մի զինվոր։ Նա առաջարկ ունի քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խումբ կարող է Այս կողմից էլ արխանան, այն կողմից էլ արխանան, որ հանկարծ նույնիսկ այն կողմից այս խեղճերի կողքն են բաղկակամից, նայ։ Ուզում եք տեսնել ինչպես է Տեսակ այդ կադրը։ Այն խոհանարների կողքն էլ բան արխանի, հանկարծ այդ խոհանարները կարող է։ Ու սա զինվորական ճաշարան է, իբր, որտեղ նույնիսկ դեռ չի կարող այնպես մոտ։ Զինել բանակը Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջարկ ունի քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խումբ կարող է իր անձնագրային տվյալներն ուղարկել կառավարության էլեկտրոնային հասցեին ու ներկա լինել Հայաստանի Տեսեք զինվորները որտեղ են։ Հանրապետության սպառազինության բացառիկ ցուցադրությանը։ Շուկայում հոմիկ չի գաճառում։ Պոպուլի Բայց զենքի քանակությունից լավ տեղյակ է, գիտեք ով։ Ամենաչիրազեկ ու ամենաչքաղաքացին։ Միջև այսօր չպարզված սերի ներկայացիչ Դանիել Իվոնիսյանը։ Մենք ունենք բանակ, որից երբեք չենք ունեցել, բա։ Պարզվում է, լավ բանակ ունենալու համար այդ բանակը պետք է վառել սպանել, չէ, սպանել վառել, չէ, սպանել, հետո սպանել վառել, հետո զրկել ֆինանսավորումից 25%։ Հետո էլ ասել դու բանակ չես։ Մեզ բանակ պետք չի։ Մեզ ինչու բանակ պետք չի էլի։ Մեր բանակը խաղաղության համար է։ Բայց դու գիտեք ինչ զենքեր ունեք, այստեղ են գիտի, ռազմական մասնագետ եւ փորձագետ, բայց առայժմ չպարզված հանգամանքներում առաջացած Դանիել Իվոնիսյանը։ Թնդում է, որ մենք բանակ ունենք աշխարհը չունի։ Աշխարհը չունի, բան չկա։ Փող չունենք, փող չենք ծախսում, բանակը նշանակություն չունի Հայաստանի ապագայի մեջ, հա? Դա պետք է պաշտպանության բանակն է, չէ, խաղաղության։ Իսկ իրա մնացած թափոնն ասում, բաբիշ դրա պես բանակը պետքա ցրել։ Բանակը, այն բանակը վիճակի է բերված, որ թշնամին նստած է Հայաստանի տարածքում, ասում մենք ամեն ինչ ունենք, բայց այդ թշնամին նստած այնտեղ։ Մենք նույնիսկ չենք կարող ասենք, կարելի է դու գնաս մեր տարածքից։ Մենք նույնիսկ դրա համարձակությունը չունենք, բայց գիտեք ինչ տեխնիկա ունենք, ինչ խոսման միջոցներ ունենք։ Ճիշտ է, զինավարժություններ չեն կատարվում, ֆինանսավորում չկա, բանակի բաներն են կրճատում, ամեն ինչ կրճատած է, ամեն ինչ։ Ասում եմ, մեզ բանակ պետք չի, բայց դու գիտեք մենք ինչ բանակ ունենք։ Դες նույնց եմ ասում, կասես մի հատ շերտ, այդ շերտը չգիտեմ ուղղակի ոնց ասեմ։ Որոնց համար սա բան է։ Սա հիմք է խոսալու եւ պնդելու, որ մենք ապահով ձեռքերում ենք։ Ուղղակի ես մտածում եմ, երևի չարժի չհավատալ եւ կասկածի տակ դնել Դանիելի Դանչկի ասածները, որովհետեւ կարող է մի հատ բողոք գրի, որից քնչական, ու գան, ինչպես 15 քահանայի, հոգեվորականի, եւ երկուսին էլ տներից դիվադաթար անելով, տանեն քնչական ու պայն։ Մի հատ դիմումի վրա։ Սա էս կենթանին է։
Ռազմական մասնագետ։ Ուղղակի ես մեկ-մեկ մտածում եմ, ինչի համար են այս հայտարարությունները եւ ինչի համար են այս ֆիլմերը նկարվում։ Եթե իրանք վստահ են իրանք անձեռմխելիության, ռեյտինգի, իրենք ոչ մի պրոբլեմ չունեն, հա, ինչի համար է սա։ Պատասխանս մեկն է։ Ուրեմն վստահ չի։ Բացարձակապես վստահ չի։ Մարդ, որ նույնիսկ ռազմական ճաշարանում ինքը չի կարողանում քայլի գոնե ցուցադրական ասենք, դա էլ իր միջավայրն է, չէ՞։ Բայց մեկը զինվորները հեռու են, ինքնս մենակ գնացել նստել առանձին, մենակ, որ մեկն էլ նկարի։ Դա ապագա չունի։ Դա ապագա ուղղակի չունի։ Եվ մենք այս իր ապագա չլինելու հանգամանքը պետք է ապացուցենք կիրակի օրը, նոյեմբերի 16-ին, Վարշավադի ընտրություններին։ Ում ուզում եք ընտրեք ընկերներ ջան, ում ուզում եք։ Բացի այդ երկու հուդայից։ Էտոններ պատարակա, գնացեք ձեր պատարակին, գնացեք ընտրեք ում ուզում եք։ Խնդրեք, առաջեք ձեր հարևաններին, որ այդպես միամտություն չանեն, մարդասպան ներին, սերիական մարդասպան ներին, սեփական հորը ուրացող, ես չգիտեմ, մենք հիշում եք բան էինք անցնում դպրոցում, Սամվել վեպը, Սամվելի մեջ, ոնց է ասենք, որդին սպանում ուրացող հորը, և հետո մորը, այն սուրը, որ սպանեց ուրացող հորը, կսպանվի նաև դավաճան մորը, կամ հակառակն է, հիմա ուրացող կա, ձեր տարածքում, ինչ միացնում, որտեղ իջելա միածինը, այդ ները, այդ երկու ներերը պետք է մերժվեն, սա կլինի սրանց, տեսնում եք ես ողորմել լինես ոչինչություն ես տակից, սա կլինի սրա վերջը, ու ես ես երաշխավորում եմ, իրենք կփախնեն երկրից շատ ավելի շուտ, քան ընտրություններն, դեռ կհասկանան, եթե իրենք մի քաղաքում, դնելով իրենց ամբողջ ռեսուրսները, ներկայանալով երկու թեկնածուով չկարողացան, ոչ իվանանել, համապետականում, այդ մի քանի 100 հոգով, ինչ են անում, իսկ հիմա լսենք մեր ժողովրդի ձայնը։ Նիկոլ Փաշինյանին հայ ժողովրդին արժանի ղեկավար համարում եք։ Ոչ, միանշանակ ոչ, որտեղ նման դավաճան, տականք, անհայրենիք ղեկավար երբևէ Հայաստան հայ ազգը չի ունեցել։ Զգում եք, այս կինը նույնիսկ մտածելու կարիք չուներ։ Նույնիսկ ինքը ինչ բառեր ընտրի, բառեր ընտրելու կարիք չուներ, դա պետք չէր, ամեն ինչ մտածված էր, գիտեք ինչի սա վերբալ անալիզը ֆանտաստիկ գիտություն է, որտեղ ամեն ինչը արդեն մտածված ինքը այնքան էր ասել մտքի մեջ, որ ինքը առանց ժամանակ կորցնելու ոնց որ լավ անգիր արած տեքստ, եւ որ երկար ժամանակ գլխիդ մեջ ասել ես, ու սենց հոսում է, այս ինտոնացիայի եւ այս առոգանությամբ, այս արտիկուլյացիայով ասվեց, որովհետեւ չեմ կարծում, որ բանական ու բարոյական մի մարդ լինի Հայաստան աշխարհում, որ այս նույն խոսքերը առանց բարանելու չկրկնի, առանց բարանելու է, ցանկացած մարդու մտքին սա անպայման կա, ուզում եմ ասի մատ դասեմ կիներ։ Նիկոլ Փաշինյանին հայ ժողովրդին արժանի ղեկավար համարում եք։ Ոչ, միանշանակ ոչ, որտեղ նման դավաճան, տականք, անհայրենիք ղեկավար երբևէ Հայաստան հայ ազգը չի ունեցել։ Հավատում եք, որ Ադրբեջանով ցորեն բերելու դեպքում հացը կեժանանա։ Այժմ գիտես ինչ, ես որպես զոհված ծառայողությունով ինչ հարցեր տակ ես շատ եմ բորբոքվելու, սկսած մեր փրչոտից վերջացած մնացած, սա լավ կլինի չխոսա։ Այսօրվա ուղիղթերի ժամանակ
մի 3-4 հոգի կապիկ էին ուղարկել, անընդհատ հարձակվում են էջիս վրա։ Դե ոչ անուն կա, ոչ ազգանուն կա, ոչ նկար կա, որ իմանաս ովքեր են։ Հիմա ես դրանց եմ ուզում ասեմ, հիմա գիտեմ, որ դուք նայում եք այ կապիկները, լսեք։ Այս մարդիկ կա։ Քանի հազար հոգի մոտավորապես պատկերացնում եք, որ երեխայք սպանել իրանց, քանի ծնող կա, քանի աղբեր կա։ Բոլորը այս դանակ մկրած սրած, բարձի տակ դրած, սպասում են այդ օրվան, որը մենք ամեն ինչ անելու ենք իրար հետ, որ շուտ գա։ Դուք ինձանից չի որ պետք է վախենաք։ Հակառակ ամենականխատեսելի, ձեր համար ամենականխատեսելի մարդը ես եմ։ Դուք գիտեք ինձ սպասեք։ Այն ինչ որ պետք է սպասեք, դա լինելու է օրենքի մեջ։ Դուք սպասեք ընդեղից, որտեղից չեք հարվածը սպասեք ընդեղից, որ դուք չգիտեք, որ ձեր շուրջը ում երեխուն եք արա տարել, գլուխը կերել, ում երեխուն եք վառել, սպանել, ում երեխուն ուղղակի տարել եք սպանելու, հետո էլ ասեք գնա ուրախացի, եթե պետականության համար մեռ է, որ մենք մնանք իշխանության։ Այս տղեկը կան, այս մարդիկ կան, ես կապի մեջ եմ ամեն օր, իրանք սպասում են, սպասում։ Կանայք էլ են սպասում, մենակ տղամարդիկ չէ, կանայք էլ են սպասում։ Սերն է։ Արևտուր Ալեն Սիմոնյանն ասում է, ի՞նչ է արևտուր կանեն։ Արցախցին 9 ամիս մնացել է շրջափակման մեջ, Աղդամի կողմից բաց են արել, բայց մենք չենք ընդունել։ Չենք Բայց Ալենը ինչ հասկանա դա։ Ալենը ինչ հասկանա դա։ Մասնագիտությամբ ի ծնե պրոստիտուտկեն, ես արդեն ասեցի ծնունդովով է ինքը։ Ինչ հասկանա սա։ Սա մենակ մի բան գիտեն։ Փող։ Փողի դիրքի համար, փողի համար ամեն ինչի գնացած։ Բոլոր կամուրջներ այրած է սրանց համար։ Այրած, վառած է։ Ժողովուրդ, կամ մենք, կամ իրանք։ Ընթարկվել, դե գնա, գնամ դեղ, ով ուզում է թող գնա Ադրբեջան։ Լսեցի՞ր։ Սրանք ոտես խոսում են, իրաց թվում է բանը, մեր ժողովուրդը, իրաց նման բանը, կուրտիզանկեք են, պրոստիտուտկեք։ Ոչ հիշողություն է, ոչ բարեկամություն, ոչ սկզբունք։ Գիտեք ինչ են տես, որովհետև իրանք բանա, շրջապատն է տես, ասիկ իրանք այդ որակով է շրջապատված։ Հույդեն գիտեն ով ինչ է, ով ժամանակին ինչ է եղել, ով հիմա է ինչ-ինչի դիմաց։ Սրանք որ խոսում են մոռացել են, որ իրանցից դուրս, սես մարդիկ կան։ Արա սես կին կա, որ ուղիղ ասում է ինքով է։ Նիկոլ Փաշինյանին հայ ժողովրդի արժանի ղեկավար համարում եք։ Ոչ, Դուք նայեք, այս մարդիկ կան, այս մարդն էլ կա, որ երեխա է կորցրել, այս էլ կա, որ հասկանում արա, որ Ղարաբաղցին սոված մնաց 9 ամիս Արցախի այդ Աղդամի ճանապարհը բացեցին, ասես թքեմ ես քո վրա։ Քո օգնությունն ու հացդ ինձ պետք չի, ես սոված կմեռնեմ, բայց քո ձեռից հաց չեմ ուտի։ Արա կա այս մարդը։ Հայ մարդը կա, իր արմատը այնքան խորն է, որ ձեր նմանների վիժվածքի տեսողություններ երիք չի, որ դա տեսնի, պատկերացումներ երիք չի, որ դա պատկերացնի, կա, այսա, ես դրա համար եմ ցույց տալի, որ եթե մի քանի կասկածող էլ, որ մնացել է, որ չէ, հայ ազգը արդեն վերջացել է, դեռ թասիվ չի մնացել, ոչ, եթե դուք տենց եք մտածում, նշանակում է սխալ միջավայրում եք շփվում ապրում, փոխեք ձեր միջավայրը, կամ մաքրեք ձեր միջավայրը, աշխատանք տարեք ձեր միջավայրի վրա, այս տեսակը կա, որ ես իրան չեմ փնտրել ընկել սենց բանով միկրոսկոպով մանեք է։ Եվ վերջում, ուզում սա երեկ նայեք։ Օպերայի թատրոնում Սասունցի Դավիթ Փաստորեն բալետ օրատորիա է բեմադրվում։ Սասունցի Դավիթ
բալետ, օրատորիա։ Ես այսօր որ տեսա իմացա, նախ ուզում գտնեմ դեր համար այդ հասախույզը մի վարքյան, ափսոս, չգտա, բայց հետաքրքիր հասախույզ էր Հյուսային պողոտայում երիտասարդներին հարցնում էին Սասունցի Դավիթ էպոսի հերոսների մասին։ Ես վախով էի նայում, որ կարող է երեխեքը չիմանան։ 14, 15, 16 տարեկան երիտասարդներ են, որովհետև տենց հասախույզներ լինում է, նայում եմ, ասենք Մոսկվա Պետերբուրգում, անենց պրիմիտիվ հարցեր չգիտեն, նենց սարսափում ես այդ սերունդի մտավոր կարողությունները վրա, ես մտածեցի հիմա տես մի բան էլ Սասունցի Դավիթի մասով անելու։ Պարզվեց չէ, երեխեքը բոլոր ծովինարից մինչև Ձենովոհան բոլորի գիտեին այդ ամբողջ էպոսի հերոսներին։ Եվ տես լինքով գնացի, մեկ էլ տեսա, որ Սասունցի Դավիթ փաստորեն բալետ օրատորիա է բեմադրվում, որը կայանալու է դեկտեմբերի 18-ին եւ 19-ին։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր նրանց, ովքեր նախ ես հեղինակին չկարողացա գտնել, ով է սա հեղինակը, այս բալետ օրատորիայի, անկեղծ այս բանի վրա լավ կլիներ, որ աֆիշի վրա օրինակ գրած լիներ։ Լավ որ կա այս միջոցառումը ինֆորմացիան, բայց հեղինակի անունն եմ ուզում գտնեմ, չկա, չեմ տեսնում, ցավոք։ Շնորհակալ եմ տեքստի համար, շնորհակալ եմ նախաձեռնության համար։ Հիմա առավելս, հիմա առավել քան երբևէ, դա շատ սպասված, այո, իրոք շատ սպասված։ Կելնի ձեր դեմ Սասնա Դավիթ, կելնի ձեր դեմ Թուր Կեցակի։ Ու դեռ էնելա։ Վստահ եք, ես հիշում եմ, որ ես Արտուր Շահնազարյանն հետ խոսացի, իմացա, որ իր խումբն էլ է պատրաստում տես միջով օրատորիա, ներկայացում բալետ, ինչ պետք է լիներ, հիմա չեմ հիշում, բայց ճիշտ ժամանակն է, որ զանգի մետակրկնում տեսնեն իրաց ներկայացումը ինչ եղավ։ Տեսեք, երկու զուգահեռ պրոցեսներ է գնում, երկու զուգահեռ, այնտեղ ինչքան ակտիվանում են ուրացողներն ու դավաճանները, այս կողմի վրա այդքան ակտիվանում է ազգը, ազգի միջուկը, տարբեր դրսևորումներով։ Սա է այս բալանսն է, որ մեզ պահել է այսօր ակտիվ քաղաքական, աշխարհագրական հողի վրա։ Այս բանը որ չլիներ, բալանսը չպահվեր, այս դավաճանները կերել էին մեզ վաղուց։ Իմ լավատեսությունը, ոչ թե լավատեսությունը, կանխատեսումները հիմնավորված է հենց այս պատմական օրինաչափություններով, հենց այս ռեալ հոսանքներով, որ միևնույն ժամանակ իրականացվում է։ Միտեղ այս մեռն է իր բանը փորում, ճանապարհը փորում, ուզում է հարթացնի, իսկ տեղը մեզ տակից խփում են ալմատներից, ձեն են տալի, Ձենովոհանն դեի ձենա տալի, հասկանում եք, այս ժառի են 40 գազ հորի մեջից էլ Դավիթն է խփում, բացում ես, դուրս է գալի, լինելու է, ունեցել ենք, նշանակում էլի կարանք ունենանք, էդ ու մերն է, այսօր մեր հայ վերլուծաբանի էի լսում, որ վախեցած էր գլոբալիզմի բանի, որ ազգայինը վերանում է, որովհետև սենց կա, կամ դու լուծվում ես, իսկ եթե մեկուսանում ես, դու լուսանցքայնացվում ես, սենց շատ կիսատ ոչ իմաստուն վերլուծություն էր, ես հիմա ասեմ ժողովուրդ, մեզ դիտողներ, գլոբալիզմներ մեր վրա չի ազդելու, գիտեք ինչի, գլոբալիզմը ազդում է ժողովուրդների վրա, որոնք իրենք տալու բան չունեն, իրենք պետք է վերցնեն, իսկ վերցնում են էժանը, անորակը, օտարը, իսկ այն ժողովուրդները, որոնք տալու բան ունեն, գլոբալիզացման ժամանակ իրենք տալիս են, իրենք են դառնում գլոբալիզմի տերը, ասիկին իրենց տված արժեքն է տալացվում, սրա մասին չենք մտածում ենք, դամադեն մեզ ոչ մի բան վտանգ չի մեր համար, մենք կայինք, չէ, հայկական լեռնաշխարհում,
Քրիստոնեությունն եկավ, իր գլոբալիզմը բերեց, իր նոր արժեքները բերեց, պարտադրեց, սահմանեց, բայց մենք դրանից չդադարեցինք հայ լինել էթնոսի իմաստով։ Մենք չմոռացանք, ամեն ինչից չուրացանք, ասենք, չէ, հեսա ու վերջ։ Մենք այսօրվանից Աբրահամի զավակներն ենք։ Ոչ մեկը դες չասես, մենք մնացինք հայկի զավակներ։ Հակառակ, այդ քրիստոնեությունը սկսեց ադապտացվել մեր հետ, հայկի տոների հետ ադապտացվել, վերջում ընդունեց նույնիսկ մատաղը։ Հասկանում եք, գլոբալիզմը ինչ պետք է մեր անի։ Գլոբալիզմը անում է այն ազգերին, ովքեր տանլիք չունեն, ում ալմատները շատ սաղր են։ Մեր բաոբաբի ալմատների ոչ մի բան չի ասի։ Մեր ալմատները հասել է երկրագնդի այն մագմային, այն միջուկին, որպեսզի մեզ կարողանան տեղաշարժեն, այնպես մի հատ հզոր ուժ պետք է լինի, որ կարող է այդ մագմայի խորության ազդեցություն ունենա։ Այս լակոտ լուկուտները ով են, որ մեր վրա այդ ազդեցությունը կարողանան ունենան, կարող եք ասել։ Իմ համար ոչ մեկ։ Իմ վստահությունը հիմնավորված է այս դրանով։ Իմ լավատեսությունը բացատրվում է դրանով։ Ով վստահ չի ու չունի այս պատկերացումը, նշանակում է իր մոտ բացակայում է ինքնաճանաչողությունը։ Ինք ուղղակի չգիտի ինքն զավակն է։ Ես հոր մոր իմաստով չեմ ասում։ Իմ հայրն ու մայրը, մենակ իմ հայրն ու մայրը չեն։ Իմ հայրն ու մայրերի այսպես խորությամբ մի 1000 սերունդ են կողմն է իմ հայրն ու մայրը։ Այսինքն իրանք չգիտեն, իրանցը մակերեսի վրա է։ Դա մեն մտածում է, եթե սա չկա, վերջ կորած ամեն ինչ, հասեք փրկեք, չէ։ Չէ։ Վտանգը կա, հաղթարել հնարավոր է, եթե դու ճանաչում ես քեզ, եթե գիտես քո իրական ուժը եւ որտեղ են քո իրական զենքը եւ առավելությունը այս ամեն ինչի նկատմամբ։ Դա վայ ասում, ի սկզբանե, որ ցանկացած դժվարություն, այն ինչ որ մենք հիմա ապրում ենք, կարա կոտրի կոտրվողին, դա մեզ պետք է իմաստացնի, դեմքով շուռ գանք մեր պատմությանը ու հաղթենք նրանց։ Հաղթենք։ Պարտված ժողովուրդները կարան վերականգնվեն, հանձնված ժողովուրդները վերանում են։ Ես կարծում եմ, մեզ դիտողների մեջ այդ հանձնվելու մտքի հեղուներն են հավաքված։ Իսկ եթե կասկածողներ կան, իրանք հասկացան, որ դա երևի պահիթունություն է եղել, հանձնվելու ինչ որ նշումներ է եղել իրան մոտ։ Նշանակում է մի կողմից էլ ինքը սխալ միջավայրում է։ Այսինքն մայրասկան, դա մնացեք։